Թերևս նկատել եք, որ Հայաստանում YouTube-ի հոլովակների արանքում սկսել են ի հայտ գալ գովազդային հոլովակներ, սա նշանակում է, որ պայմանավորվածության համաձայն YouTube-ը սկսում է Հայաստանում մոնետիզացիայի գործիքի ակտիվացումը եւ հիմա թեստավորման աշխատանքներ են տեղի ունենում։ Հայաստանում ամենայն հավանականությամբ ապրիլի վերջին մայիսի սկիզբ կակտիվացվի դրամայնացումը կամ ինչպես ավելի հաճախ ընդունված է ասել մոնետիզացիան, այսինքն YouTube-ի գործընկերային ուրեմն ծրագիրը կակտիվացվի, փաթեթը կակտիվացվի Հայաստանում։ Մոնետիզացիան դեռ Հայաստանում ամբողջությամբ միացված չէ եւ մենք տեսնում ենք պարզապես այն գովազդները, որոնք միջազգային շուկայի գովազդատուները տեղադրում են առանց թիրախավորելու կոնկրետ երկիր։ Այսինքն մենք տեսնում ենք տենց գլոբալ աշխարհով մեկ տեղադրած գովազդները։ Մոնետիզացիան այդ այն հնարավորությունն է, որը որ գովազդատուները գովազդ ցույց տալուց կրեատորները, այսինքն այն մարդիկ, ովքեր YouTube-ում բովանդակություն կոնտենտ են ստեղծում, իրանց կոնտենտի վրա Google-ը, YouTube-ը, այսինքն տեղադրում է գովազդներ եւ այդ գովազդների գումարը ինքը գանձում է գովազդատուներից եւ այդ գումարից ինչ որ մի մաս տալիս է կրեատորների։ Իհարկե սկզբից լինելու է սենց, բոլորը բացելու են YouTube ալիք, որտեղ լսելու են, որ այնտեղ փող կա։ Եվ երկիրը հեղեղվելու է ինչ-որ անորակ, առանցել էլ անորակը շատ է, հիմա ավելի է շատանալու։ Մի քանի ամիս կգնա, հետո կտեսնեն, որ առանձնապես փող չկար, կչորանան, կընկնեն մեծ մասը, հետո դա մոնետիզացիան թույլ կտա որակյալ պոդքասթները, եսի ինչ-որ ստենդափները եւ այլն ավելի թափ առնեն։ Հիմա Հայաստանում արդեն ակտիվացել է այդ կտորը, որի միջոցով որ գովազդատուները կարողանում են գովազդ միացնել, բայց դեռևս կրեատորները դեռ հնարավորություն չունեն մոնետիզացիա իրականացնելու, այսինքն այդ գործիքակազմը դեռ անհասանելի է, որովհետև այնտեղ երկիր է նշվում, ֆինանսական ինֆորմացիա է նշվում եւ այլն, այդ տեղերը դեռ Հայաստանով հնարավոր չի, որպես երկիր, որպես country նշում ենք Հայաստան, դեռ դա հնարավոր չի, դա խոստացել են, որ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում կլինի։ Մոնետիզացիան իհարկե նյարդային բջիջների մահվան պատճառ է դառնում, դե մարդ անընդհատ գովազդ է տեսնում, հատկապես օրինակ մարդիկ կան, որ ենթադրենք մեքենայում YouTube են միացնում եւ միացնում են Բեթհովենի 7-րդ սիմֆոնիան ու ենթադրենք ամեն 4 րոպեն մեկ սկսում են վեր թռնել, որտեղ ինչ որ մի ապուշ գովազդ է միանում։ Այսինքն տուժելու է բնակչության մեծ մասը, մի մասը չի տուժելու նյարդային առումով, որտեղ պրեմիում է ավնելու, տուժելու է ֆինանսապես, բայց կա պլյուս այն առումով, որ լավ բովանդակությունը կարող է խրախուսվի, որովհետև մարդիկ դրան դիմաց փող են ստանալու։ YouTube-ի գովազդի ֆորմատը հենց տենց է, որ գոյություն ունի unskippable time, անհնար անցման ժամանակ, որը որ 5 վայրկյան է նվազագույնը։ Իրականում այդ նաև պիրատսկի, սենց ասած, ցանցահենային ֆիլմերի եւ ֆիլմերի կայքերում կար, որտեղ այդ ժամանակ օրինակ ասեն գալիս էր մինչեւ 15-20 վայրկյան, 30 վայրկյան, այսինքն դու հաստատ պետքա այդ գովազդը նայես, նոր անցնես քո հիմնական բուն բովանդակությանը, նույնիսկ եթե քլիկ ես անում, անցնում ես, հետո հետ ես վերադառնում, պետքա շարունակես նայել, մինչեւ կլրանա այդ ժամանակը։ Իհարկե YouTube-ը մարդկանց դրդում է դեպի առնել YouTube Premium։ YouTube Premium նշանակում է դու գովազդ չես տեսնում, մի փոքրիկ պլյուսեր էլ կան, որ օրինակ YouTube-ի հավելվածը
չի անջատվում, երբ որ դու ուրիշ հավելված ես բացում, այսինքն կարող ես շարունակել երաժշտություն լսել, կարող ես ներբեռնել բոլոր տեսահոլովակները եւ այլն։ Հայաստանում դեռ պրեմիումը չի աշխատում, դրա համար գինն էլ չենք կարող ասել, իրականում գինը շատ տատանվում է, ամսական 800 գծիկ 1000։ Մոնետիզացիան ու YouTube պրեմիումը ոնց որ իրար հետ գալիս են, այնպես որ sense tenants դա կարծում եմ մի անգամից կմիանա, իհարկե չեմ կարող հաստատ կանխատեսել, բայց YouTube-ում լավ հասկանում են, որ մարդիկ կգերադասեն ով գումար ունի վճարել։ Այդ դեպքում իմիջիալոց մոնետիզացիայի միացրած բլոգերները ու լրատվամիջոցները նաև այդ պրեմիումի գումարն են ստանում։ Դա էլ է YouTube-ը կիսում, էլի։ Որպեսզի շատ հստակ պատկերացնենք ինչ գումարների մասին է խոսքը եւ արդյոք հնարավոր է տեղից գումար աշխատել, նաեւ պետքա իր ասենց ասած unit էկոնոմիկան հասկանանք, որպեսզի պատկերացնենք YouTube-ում տեղադրվող գովազդի 1 քլիքը արժենում է օրինակ 10 ցենտից մինչեւ 1.5-2-3 դոլար, հա, 1 քլիքի արժեք, այսինքն տեսանյութը ցույց է տալիս եւ եթե ինչ-որ մարդ ցանկանում է գնել այդ ապրանքը ծառայությունը կամ հետաքրքրված է քլիք անում, անցում է կատարում կայք, դրա մասին է խոսքը, հա, եւ պատկերացնում ենք, որ օրինակ 1000 ցուցադրության մեջ հնարավոր է ցույց քլիք անի կամ իրական հետաքրքրվող լինի, օրինակ 10, 20, 30, 50։ Մոնետիզացիան աշխատում է շատ պրիմիտիվ ձևով։ Ինչքան մարդ առել է պրեմիում, դրանց պրեմիում դիտումները ինքը ամսվա մեջ բաժանում է, տենում է ինչքան է անկել ու քեզ կիսվում է քո հետ պրեմիումի վճարած գումարից։ Բայց դե մեծ մասը պրեմիում չեն գնում, դրա համար գովազդն է, այսինքն գովազդատուն YouTube-ի վրա տեղադրում է գովազդ, վճարում է YouTube-ին գովազդի ցուցադրումների քլիքերի համար, YouTube-ը կիսվում է։ Հիմա եթե մեզ մոտ շատ գովազդ գնա, կոմոդ շատ կլինի, քիչ գովազդ գնա, քիչ կլինի, այսինքն շատ կախված է, թե մեր գովազդատուները որքան ակտիվ կսկսեն YouTube-ում տեղադրել գովազդ բյուջեները, որքանով կուղղեն դեպի YouTube։ Շատ հազվադեպ կախված գովազդվող ապրանքից կամ ծառայությունից կամ ասենք չգիտեմ տարբեր բաներից հնարավոր է որ թիվը ավելի բարձրանա, բայց դե պատկերացնում ենք, օրինակ այս պահին գովազդա արվում ինչ-որ application, ինչ-որ մարզական միջոցառումներ, ինչ-որ տարբեր բաներ, որոնք որ ըստ էության իրանց հետաքրքրությունը հատկապես Հայաստանում, որովհետև ինքը անգլերեն կամ այլ լեզուներով բովանդակություն է, բոլորովին այլ է։ Այսինքն պատկերացրեցիք, որ օրինակ 1000 ցուցադրությունը ենթադրենք մենք ունենք տեսանյութ, որի վրա որ 1000 անգամ ցուցադրվել է այդ գովազդը։ Այդտեղից քլիք ա եղել մոտ 10 անգամ, ենթադրենք լավագույն դեպքում $1 արժե, հա։ Այդ մի քլիք է, այսինքն $10 մասին է խոսքը 1000 ցուցադրության համար։ Այսօր մարդ 1000 դիտումից Հայաստանում ինքը ոչ մի բան չի ստանում, ինքը ստանում է մենակ եթե դիտումները դրսից են լինում, իսկ դա էլ օրինակ շատ կախված է թե քո քանի տոկոսն է լսարանի դրսից։ Մեկը գերակշռող լսարանը Հայաստանից է լինում, ասենց։ Ու դա նրան է բերում, որ 1000 դիտումից մարդ կարող է 1 ցենտ, 3 ցենտ, 5 ցենտ վաստակի։ Հիմա երբ որ այստեղ մոնետիզացիան միանա, այդ գումարները անգամներով կաչեն։ Ինչքանով, այս բան դժվար է ասել, որովհետև շատ կախված է թե մեր գովազդատուները որքան ակտիվ կմտնեն, որքան շատ գովազդ կտեղադրեն։ Այդ գումարի մոտ 1/10-ն է հասնում կրեատորին, այսինքն Google-ը 90%-ը YouTube-ը, տվյալ դեպքում Google-ը իրան է վերցնում որպես գործիքի հասանելիության արժեք ֆի։ Իրականում այդ թվերը տենց կախված ոլորտից ոլորտ մի քիչ տարբեր են լինում այս կողմեն կողմ, բայց ընդհանուր առմամբ մոտավորապես 1000 ցուցադրության վրա ցույց տվող գովազդից օրինակ $1
բյուջե կարող է աշխատի կրեատորը։ Իսկ 1000 ցուցադրություն օրինակ այսօր Հայաստանում YouTube-ում լուրջ թիվ է կախված նրա հետ, որ օրինակ պետքա շատ ռելևանտ լինի, շատ հետաքրքիր լինի եւ ամենակարևորը մարդիկ այդ գովազդը տեսնելիս իրանց իսկապես հետաքրքրի, իրանք կլիկ անեն եւ անցնեն։ Իսկ գլոբալ գովազդը կանջատվի եթե լոկալ է կանա։ Չէ, գովազդը գլոբալը էլի կշարունակվի, բայց այնտեղ բարդ մեխանիզմներ են աշխատում, էլի, այսինքն շատ կախված է դիտողը ով է, այսինքն YouTube-ի մեխանիզմների յուրահատկությունը ինչն է, որ YouTube-ը գովազդը բոլորին նույն գովազդը չի ցույց տալիս։ Այսինքն կախված նրանից է դու ով ես, դու ինչև ինչ ես դիտել, լրատվամիջոցը ինչի մասին է հիմնականում իր YouTube-ում ցույց տալիս, ըստ այդմ ինքը ամեն մեկին ցույց է տալիս իր գովազդը, դրա համար ոմանք տեսնելու են ավելի շատ հայաստանյան գովազդ, ինչ որ մի մասը մնալու է գլոբալ։ Իհարկե, թե ինչքան գումար կգա, դա մի հատ էլ ուրիշ մի զուլում հարց է, որովհետև գովազդային շուկան մրցակցային է, ընդ որում գովազդը տեղադրվում է ոչ թե միայն ըստ աշխարհագրական տիրույթի, այլ նաև ըստ բովանդակության, ինչ-որ բանալի բառերի, թեմաների եւ այլն, ու դա նշանակում է, որ ինչ-որ ոլորտներում դա թանկ է ավելի, ինչ-որ ոլորտներում ավելի էժան, այսինքն օրինակ դու ԱՄՆ-ում կարող ես բլոգ վարել ու ինչ-որ 1000 դիտումից ստանալ $4, մյուսը օրինակ $10 ստանա, որովհետև իր թեման ավելի շատ գովազդ է բերում։ Նույնն էլ էստեղ է բնականաբար լինել։ Մոնետիզացիայի գումարը ըստ ռեգիոնների տարբերվում է, Վրաստանում 1000 կլիկի դիմաց այլ գումար է տրվում օրինակ։ Այո, ըստ ռեգիոնների տարբերվում է, որովհետև ըստ ռեգիոնների տարբեր են նաև A վճարունակությունը եւ B այն ռեյթերը, որոնք որ Google-ն է սահմանում, այն միջակայքը բյուջետային եւ գովազդային։ Օրինակ Հայաստանում շատ ավելի էժան է, ես ասացի Հայաստանի արժեքները, բայց օրինակ որպեսզի պատկերացնեք, գոյություն ունեն ոլորտներ, որոնք որ ամենաեկամտաբեր եւ ամենառելևանտ եւ ամենաբարձր արժեք ունեցողներն են։ Օրինակ մի օրինակ բերեմ, ոլորտը հղի կանանց մազերի ներկումը ոչ քիմիական եղանակներով որպես նիշա, որպես ուղղություն շատ բարձր եկամտաբերություն ունի եւ Ամերիկայում եւ Իսրայելում։ Ընդեղ մոտավորապես մեկ քլիքը արժենում է, ասենք 10-ից $15, որպեսզի պատկերացնեք, հա, եւ Հայաստանում շատ էապես էժան է այդ արժեքը, օրինակ, ու Հայաստանում տենց շատ նեղ նիշային ոլորտներ նույնիսկ չկան էլ։ Հայաստանում ավելի շատ լրատվական է եւ ընդհանուր ոլորտային եւ իհարկե հումորային կոնտենտ, որը որ կա գոյություն ունի։ Մինչև այս պահը YouTube-ից ֆինանսական եկամուտ ունեցողները հիմնականում այն մարդիկ են, ովքեր իրենց ալիքները գրանցել են դրսում, գլխավորապես Միացյալ Նահանգներում։ Հայաստանում դրամայնացումը ինչքանով ավելի օգտավետ կլինի տարբերություն Միացյալ Նահանգների գեներացիոն գումար։ Տեսեք, իրականում դու չես էլ գրանցում հատուկ, իհարկե մարդիկ կան, որ հատուկ այնտեղ մարդ են գտնում, այնտեղ գրանցում են եւ այլն, բայց օրինակ ես իմ օրինակը բերեմ, ես ուղղակի միացրել եմ կարգավորումներում նշել եմ, որ լինեմ օրիգինալ նաև, նշել եմ, որ Մեծ Բրիտանիայում եմ, այսինքն այստեղ կարևոր է նշես, որ դու ինչ-որ մի երկրից ես, որտեղ մոնետիզացիան միացված է։ Բանկային հաշիվս նշել եմ հայկական, այսինքն մեծ հաշվով YouTube-ը առանձնապես չի խորանում, այնքան որ դու նշես, որ Հայաստանում չես։ Ու մոնետիզացիան միացված է մոտ արդեն տարիներ շարունակ։ Բայց ես գումար ստանում եմ մենակ այն դեպքում, երբ որ Հայաստանից չեն նայում։ Այսինքն, երբ որ օրինակ Glendale-ից մեր հայրենակիցները նայում են իմ տեսանյութը, իրեն այնտեղ ինչ որ ցիրկի պերաշկի ինչ որ մի ռեստորան է, որը Glendale-ում է, իր գովազդն է տեղադրածում, այդ մարդը տեսնում է, եւ այդ գովազդի գումարի կեսը գալիս է ինձ։ Բնականաբար շատ փոքր է մոնետիզացիայի տոկոսը, եթե դու Հայաստանում ես ու հայերեն կոնտենտ ես տալիս, բարձր որ քո դիտողների մեծ մասը Հայաստանից են ու դու չես ստանում գումար։ Հիմա որ մոնետիզացիա միացվի,
նաև դու կստանաս Հայաստանում ցուցադրվող գովազդից ու դա արդեն կլինի շատերի համար հիմնական մոնետիզացիայից եկող գումար։ Իհարկե շատ կախված է դու ինչ ես անում։ Մարդիկ կան, որ Հայաստանում արտադրում են տեսանյութեր, բայց չեն թիրախավորում հայաստանյան լսարանը ու իրանց մոտ մոնետիզացիայից կարող են բավական խոշոր գումարներ կան։ Հեռանկարում նշмарվում, այն ինչ պիտի լինի, որ մեր գներն էլ հավասարվեն Վրաստանի գներին։ Իրականում Հայաստանի ու Վրաստանինը շատ մոտ են, բայց այդ ոչ թե կախված է ինչ-որ ժամանակակից կամ ինչ-որ բան անելուց, այլ էդի բովանդակության լեզվից եւ այդ լեզվով բովանդակության ստեղծման, օգտագործման քանակից եւ սենց ասած գովազդային ինվենտարից, որովհետեւ օրինակ անգլերեն լեզվով բովանդակությունը մոտավորապես օրինակ 30 միլիարդի է հասնում լսարանը, իսկ օրինակ Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվը հենց հայերեն լեզվով Հայաստանից մոտ 3 միլիոն է, տարբեր տիպի երկրորդ, երրորդ account-ները հաշվի առնելով, բայց ընդհանուր Սփյուռքը իրանք, երբ որ հայերեն կոնտենտ են տեսնում, իրանք դիտում են իրենց երկրի YouTube-ի մոնետիզացիայի կանոններով, այսինքն Ֆրանսիայում ցույց տրվող հայերեն կոնտենտի վրա ցույց է տալիս գովազդ, որը որ հենց Ֆրանսիայում է տեղադրած Ֆրանսիայից կամ Ֆրանսիայի թիրախային լսարանի համար։ Այս պահին YouTube-ում հրապարակված YouTube տեղադրվող կոնտենտի միայն 20%-ն է ունիկալ, այդ 2025 թվականի վերջի տվյալներ եմ ասում, մնացած 80%-ից էլի 20%-ը բացառապես AI-ով ստեղծված բովանդակություն է, իսկ մնացած բովանդակությունը արդեն եղած բովանդակությունը վերցրած եւ մոնտաժով կամ ինչ-որ AI-ով մշակման արդյունքում բոլորովին նոր կոնտենտ ճակերտավոր ունիկալ ստեղծված կոնտենտի մասին է խոսքը։ YouTube-ն էլ է մտածում, օրինակ դրա վրա մոնետիզացիա տա, թե չէ, կամ ինչ ռեյթով տա, որովհետև ենթադրելի է, որ եթե տեղից ինքը սկսի նույն ձևով գումար վճարել, ոնց որ unique կոնտենտի դեպքում, այդ ժամանակ unique կոնտենտ ստեղծելու մոտիվացիա չի լինի ոչ մի կրեատորի մոտ։ Այսինքն մեխանիզմը դեռ շատ բարդ է, Հայաստանն էլ, սենց ասած, այդ արագ սլացող գնացքի մեջ թռնում է շատ մեծ արագություններով եւ մեզ սենց ասած չոր նստվածք մնում է այն, որ մենք առանց YouTube, առանց գովազդ ինտերնետի YouTube էինք նայում, իսկ հիմա դեռ փող չենք աշխատում, բայց արդեն գովազդների ողջ հաճույքը ճակերտավոր ստանում են։ Ամեն դեպքում, եթե դու միլիոն դիտում ապահովես, մեծ հավանականությամբ մի $500 կաշխատես։ Իհարկե, նաև սա լրատվամիջոցների համար լավ է, որտեղ լրատվամիջոցներից շատերը YouTube-ում ակտիվ են ու ունեն բավականին խոշոր քանակի դիտումներ, ու սա ինչ-որ չափով լրատվամիջոցների ֆինանսական անկախության հարց լուծելով, իհարկե տենց դեղամիջոց չի ասի, բայց կողքից ոնց որ բիո ավելացումներ կողքից տենց լինում են թեթև աշխատի։ Կրեատորներին, որ ասեմ, ինչ-որ մեծ առավելություն է բերել եւ իրանք մեծ գումարներ են սկսելու աշխատել, հավատացեք, որ տենց չի, որովհետեւ կրեատորները իրենց բրենդերի հետ պայմանագրերը պատիկներով անգամ շատ ավելի բարձր է, քան այն գումարը, որ իրանք պոտենցիալ կարող են աշխատել ցուցադրություններից, հա։ Այս դեպքում կրեատորների համար օգուտը ակներև չի։ Երկրորդը, թիրախային լսարանի կամ մարդկանց տեսանկյունից նույնպես ակներև չի, որտեղ իրանք տեսնում էին, ասենց ասած, clean YouTube, այսինքն մաքուր play են տալիս եւ գովազդ կոնտենտ էին տեսնում, հիմա տեսնելու են գովազդ, ինչ որ առումով դա
սկսելու է նյարդայնացնել, ինչ որ պայից հետո դա դառնալու է սովորական, ոնց որ օրինակ արտասահմանում էր, որովհետև մենք գնում ենք օրինակ Եվրոպա կամ այլ երկրներ եւ այնտեղ տեսնում ենք, որ YouTube-ը play տալուց առաջ գովազդացույց տալիս, դրա հետ համակերպվելու ենք, միակ շահողները այդ ավելի շատ մենք ենք մարքետոլոգները, մեր համար լրացուցիչ գովազդային ինվենտար, լրացուցիչ գովազդային հնարավորություններ է ավելանում։